Տիրոջը փառք լինի։ Մենք տեսնում ենք, որ Աստված, որ ամենքի ստեղծողն է եւ ամենքին Տեր, նա խնամք ու հոգս է քաշում մարդու համար։ Թեկուզ մարդը հեռացավ Աստծո ճանապարհներից, դառավ ինքնագլուխ չարությունների մեջ, մեղքի պատճառով նրա համար արդար դատաստան կար որոշված, բայց Աստված իր վրա, ասենք ասած, պատասխանատվություն ունի հոգս անելու, խնամ տանելու մարդու հետ կապված, թեկուզ մեղավոր մարդու, թեկուզ իրեն չլսող մարդու, իրենից հեռացած մարդու համար։ Նա սիրում է մարդուն, նա է հեղինակը, ստեղծողը, արարիչը մարդու եւ հոգս է քաշում։ Ինչպես մի օրինակի համար ծնող, որ չնայած իր զավակը իրան չի լսում, աննազանդ է, անգամ հեռացել է, բայց ծնողը իր վրայից, ոնց որ ասած, պատասխանատվությունը, ծնողական պատասխանատվությունը չի գցել մի կողմ, այլ հաստատ նորից խղճում, մտածում է եւ հոգս է քաշում, թե ինչպես կարելի է այդ վիճակի մեջ եղող իր զավակին օգնել։ Այդպես է, Աստված առավել եւս մեծ սիրով է սիրում, մենք սա իմանանք, փառք Աստծուն սրա համար։ Եվ տեսնում ենք սրա համար Աստված իր միածին որդուն ուղարկեց աշխարհ։ Հովանու 3:16 ասում է, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Կորուստ գնացողների համար ամենաթանկը որդուն զոհաբերեց, որպեսզի կորուստ գնացողները ազատվեն այդ ճանապարհից, այդ չարիքից եւ կյանք ունենան, այն էլ հավիտյան ապրելու կարողություն։ Փառք Աստծուն սրա համար։ Եվ խոսքից երևում է Աստծո գործի ընդարձակությունը, լայնությունը, խորությունը։ Ասում է Աստված այնպես սիրեց աշխարհը, այսինքն հասկանում ես, որ տվեց, որպես սիրո գործ իրականացրեց, որդուն տվեց ամբողջ աշխարհի համար տվեց։ Քրիստոսը եկավ բոլոր ամբողջ մարդկության համար, բոլոր ստեղծվածների համար, ստեղծված մարդկանց համար։ Բայց հետաքրքիր է, որ մեկ էլ կարդում ենք տեղեր կա, որ Տեր Հիսուս Քրիստոսը ասում է, ես օրինակ սրանց համար չեկա, այլ եկա օրինակ սրանց համար։ Օրինակ այդպիսի հատված կա Մատթեոս 9-րդ գլխում, այստեղ ներկայացվում է դեպք, որ Տեր Հիսուս Քրիստոսը կանչեց մեկին, Մատթեոսին, հենց մաքսավոր էր նա, եւ ասեց եկ իմ ետևից։ Ասում է եւ նա վեր կացավ նրա ետևից գնաց։ Հետո եկավ ասում է իր տունը, սեղան նստեց նրա հետ, բայց Մատթեոսը, որ մաքսավոր էր, նաեւ այդ սեղանին հրավիրել էր իր ընկերներին, ասում է շատ մաքսավորներ եւ մեղավորներ բազմել էին Հիսուսի եւ նրա աշակերտների հետ այդ սեղանին։ Եվ խոսում է, կարդամ ձեզ համար, փարիսեցիները տեսնելով նրա աշակերտներին ասեցին. Ինչու համար է ձեր վարդապետը ուտում է մաքսավորների եւ մեղավորների հետ։ Բայց երբ որ Հիսուսը լսեց, նրանց ասեց. առողջները բժշկի կարոտ չեն, այլ հիվանդները։ Գնացեք սովորեցրեք, թե ինչ է ողորմություն եմ կամենում եւ ոչ զոհ, որտեղ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին ապաշխարության։ Նրանք բողոք տրտնջացին, թե Հիսուսը մեղավորների հետ բարեկամություն է անում, սեղան է նստում, հաղորդակցություն։ Եվ Տերը խոսեց, որ ես հենց մեղավորների համար եմ եկել։ Ես եկել եմ նրանց համար, արդարների համար չեմ եկել։ Այսինքն հասկացվեց, որ կան մարդիկ, որոնց համար Տերը չի եկել։ Բայց խոսեց, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, չէ, որ միածին որդուն տվեց, այսինքն ամբողջ աշխարհի համար տվեց։ Այստեղ մենք ուղղակի պիտի հասկանանք, իրականության մեջ Աստված, ասենք ասած, Տերը այստեղ բացատրում է, ներկայացնում է, որ եթե մեկը բժշկի կարոտ ունի, պիտի հիվանդ լինի, կարիք ունենա այդ հիվանդությունը իրան բերի դեպի բժիշկ։ Եթե մեկը առողջ է, չի գալիս բժշկի մոտ։ Թեպետ այդ առողջն էլ եթե հիվանդանա, էլի այդ բժիշկը իր համար է հենց օգնելու, չէ։ Այսինքն տեսնում ենք Աստված իրականության մեջ
երբ որ ասում է տվեց Քրիստոսին ամբողջ աշխարհի համար, հասկանում ենք, որ ամբողջ աշխարհը իրականության մեջ Քրիստոսի կարիք ուներ, որովհետև ասում է, որպեսզի չկորչի, այլ ինչ, հավիտեն, այսինքն կորչողներ են ամբողջ աշխարհը։ Բայց ամբողջ աշխարհը չի ընդունի նրան։ Բոլորը չեն ընդունի նրան, այլ ովքեր որ նրա կարիքը տեսնում են։ Հարցը էս չի, ովքեր որ այդ կարիքի մեջ են, կարիքի մեջ բոլորն են, փրկության կարիք ունի ամեն մարդ, արդար չկա, մեկն էլ չկա։ Տեսեք, ասում եմ, ես արդարների համար չեկա, որ իրական ճշմարիտ sense ասած վիճակը վերցվի, այս մարդիկ էլ, որոնք իբր թե իրենց տեսնում էին արդար, արդարներ չէին, բայց իրենք իրանց տեսնում էին արդար։ Դրա համար ասեց, եթե դուք այտենց եք ձեզ տեսնում, ես ձեր համար չեմ։ Դուք իմ կարիքը չեք ունենա, ինչպես որ մեկը եթե իրեն առողջ է տեսնում, բժշկի կարիք չունի։ Բայց եկա մեղավորներին, որ նրանք ապաշխարեն։ Այսինքն տեսնում ենք Տերը նրանց կողմից կընդունվի, նրանք Հիսուսին ուրախությունով ոնց որ այդ ավետարանը բարի լուրը իրենց համար ուրախություն կլինի եւ կընդունեն, ովքեր իրոք Քրիստոսի կարիքը ունեն։ Իսկ ովքեր ունեն, հետաքրքիր է, այն Սուրբ Գիրքն էլ ներկայացնում է, որ Տեր Հիսուս Քրիստոսը Աստծուց ուղարկվեց, Հորից ուղարկվեց եւ կարելի ասել ուղարկվեց այն մարդկանց մոտ նրանց համար, ոնց որ ասած, ովքեր կընդունեն եւ որոնց կյանքում կոնկրետ Քրիստոսը գործ կանի։ Օրինակ ասած, ես արդարների համար չեմ եկել, այլ ինչ, մեղավորների համար։ Այսինքն կոնկրետ հասցեով եմ ես եկել, հասցեատեր մարդկանց, կոնկրետ վիճակի տեր մարդկանց։ Ընդ որում նպատակն էլ ասեց, ապաշխարության, փրկության համար։ Տեղերկատիրոջը ստիպում էին, ասում են դատի, Տերը ասում էր, եթե ես դատեմ, իմ դատաստանները ճշմարիտ է, բայց ես չեմ եկել դատելու համար, այլ ինչ անելու համար, փրկելու համար։ Այսինքն բաներ էլ կա, գործեր էլ կա, որ Աստված առաջին, ոնց որ ասած, ուղերձով, որ Տերը առաջի անգամ պիտի գար Աստված ուղարկում էր, այդ գործերը պիտի չաներ, օրինակ Աստված չէր ուղարկել Հիսուսին դատելու մարդկանց։ Երկրորդ անգամ որ գա, Աստված հենց ուղարկել է Հիսուսին դատելու մարդկանց։ Առաջի գալուստով չի ուղարկել, այդ բանը չի անում Տերը։ Առաջի գալուստի ամբողջ նպատակը է դա, որ փրկիչ է ուղարկել, փրկության, կյանքի համար, ոչ թե դատելու համար։ Հետո կգա ժամանակ դատելն էլ կլինի, որտեղ Աստված էդ էլ է տվել իր որդու ձեռքը։ Եվ տեսնում ենք, որ այո, Քրիստոսի ժամանակում հենց եւ բոլոր ժամանակներում շատ մարդիկ կան, որ Քրիստոսին ընդունեցին, շատերն էլ կային, որ ոչ թե չկարողացան հասկանան, չհավատացին ով է, լավ էլ հավատացին, բայց չընդունեցին։ Ու այն ծրագրով, նպատակով, որ Աստված ուղարկել էր, նրանց վրա այդ գործը չիրականացավ։ Եվ Տիրոջ խոսքը հնչում է, կուզեմ կարդամ Եսայի 61-րդ գլուխ 1-2 հատվածը, սա այն խոսքն է, այն հատվածն է, որտեղ ներկայացնում է Աստված ում մոտ ուղարկեց։ Այսինքն ուրիշ խոսքով, ովքեր են, որ սպասում են փրկչին, եւ երբ որ փրկիչը գա, նրանք կհավատան եւ կընդունեն, եւ նրանց կյանքում Աստված որոշած նախատեսված գործ պետք է իրականացնի, փրկության, ազատագրման, բժշկության, հաղթության գործ պետք է իրականացնի։ Այդ ցուցակը ոնց որ ասած այդ հասցեները տրված է, այս տեսակ մարդիկ, այս հասցեով մարդիկ կընդունեն, իսկ ովքեր այսպես ինչի չեն ընդունի։ Եվ նույն բանը Տեր Հիսուս Քրիստոսը կարդաց, երբ որ հենց սկզբից արդեն նոր սկսել էր գործել, մտավ ժողովարան, ասում է բացեցին, Եսայի մարգարեության գիրքը տվեցին, եթե հիշում եք, չէ, եւ նա բացեց ու այդ հատվածը կարդաց։ Ու երբ որ կարդաց, սպասում են ժողովուրդը ինքը ինչ պիտի մեկնաբանի, բոլորի սպասում է ասեր, որ պիտի ինքը ասեր, ահա այս մարգարեությունը, ասենց բոլորը սպասում ենք, Փրկիչը պիտի գա, Քրիստոսը պիտի գա, ինքը չէ, տենց չասեց։ Ասեց, սա ինչ է լավ, կատարվեցավ։ Այսինքն եկել եմ, ես եմ դա։ Իրանք լավ հասկացան, չարացան, ուզեցին վնաս տալ, որ Տերը իր մասին է խոսում,
որ ինքն այդ խոստումի տերը, այդ անձը, որին Աստված ուղարկել է։ Ուրեմն տեսնում ենք հայրը իր որդուն ցենց ասում. Տիրոջ հոգին ինձ վրա է։ 61-րդ գլուխ 1-2 խոսքերը, հետո շարունակությունից էլ կարդան։ Նա ուղարկեց ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրված սիրտունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու եւ կապյալներին արձակում։ Տիրոջ համար հրատարակելու ընդունելու տարին եւ վրեժխնդրության օր մեր Աստծո համար, բոլոր սխավորներին մխիթարելու համար։ Նախ այստեղ ներկայացնում է Աստված իր որդու վրա իր հոգին է դրել եւ նրան հատուկ օծել է։ Օծել, այսինքն հատուկ ոնց որ ասած դրել է, կարգել է կոնկրետ նպատակով գործի համար։ Ահա այս գործը պիտի արվի։ Հիսուսը Աստծո օծյալն է։ Քրիստոս նշանակում է օծյալ։ Այսինքն ասած դրված, հաստատված, ձեռնադրված, Աստծո կողմից կարգված հատուկ գործի համար։ Եվ ինչ պիտի նա աներ, եւ ում մոտ պիտի գնար, այսինքն կար կոնկրետ հասցեատերեր, որոնց հետ պիտի Տերը գործեր եւ կան կոնկրետ գործ, թե ինչ գործ պիտի աներ։ Եվ այստեղ ասում է, եւ ում հետ ինչ գործ պիտի անի։ Եվ ես կուզեմ այդ դրա հետ կապված կարդամ, որտեվ այստեղ այն անձիկ են, այն հոգիներն են, որոնց համար Աստված հայրը օծե, դրե, կարգի, ասես սրանց հետ sense պիտի գործանես։ Նրանք, ովքեր այս ցուցակից դուրս են, նրանց հետ Քրիստոսը գործ չունի անելու։ Այսինքն գործ չունի անելու այն առումով, որ ասենց ասեմ, նրանք չեն ընդունում Քրիստոսին, չեն ընդունում նրա գործը, անգամ հավատալուց հետո։ Ասում օրինակ համար հрьяաների շատ իշխանավորներ, երբ որ Տիրոջ խոսքերը լսեցին, հրաշք զորություն նշանները տեսան, նրանք հավատացին, ասում է, բայց ինչ արեցին, չհետևեցին Տիրոջը, չընդունեցին Տիրոջը, որպես ասած իրենց տեր, իրենց փրկիչ, հնազանդվելու, հետևելու համար եւ չօգտվեցին, չօրհնվեցին։ Այնպես որ այստեղ կարելի ասել հենց այս բանն է, սահմանափակ բանը, այս վիճակներն են, որոնց տեր մարդկանց մոտ է Աստված ուղարկել։ Տեղ կա Տիրոջ խոսք ասում է, ես եկա որ որոնեմ կորսվածին եւ ինչ անեմ, փրկեմ։ Այսինքն կորսվածին է ինքը որոնում։ Հիմա որ նորից եմ ասում, իրականությունը նայենք, բոլորս էլ կորսվող ենք։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ ասում է կորուս չգնա այդ աշխարհը։ Այսինքն ամբողջ աշխարհն է կորուս գնացող։ Բայց տեսնում ենք բոլորս չէ, ամեն մարդ չի, որ համարում է իրեն կորսվող։ Վերջապես հիշեք, Աստված իրավունքի Աստված է։ Նա չի ասի, դե դու չես հասկանում, դե դու չես տեսնում, որ դու կորսվող ես, բայց ես մեկը հասկանաս, չհասկանաս, քո կյանքում պիտի կորուստից ազատելու փրկության գործ իրականացնեմ, քավլից է, այդպես չի։ Տիրոջ կամքը սա լուսավորի, հասկացնի, միտք տա, բացահայտի, դու ճանաչես քեզ, դու հասկանաս քո վիճակը, դու կարիքը զգաս, կարիքը տեսնես փրկչի եւ գազ դեպի փրկիչը քո հոժար կամքով, ընտրությունով, հասկանալով, գիտակցաբար մտածած, վերլուծած այդ բանով, քայլերով։ Ոչ թե դու չես հասկանում, ոչինչ ես կանեմ, այդպես բան չկա։ Եվ այդ ում մոտ ուղարկեց Տերը, որ օծվեց հատուկ հոր կողմից, հաստատվեց այս մարդկանց մոտ, ասում է, սրանց նա ուղարկել է, ասում է ինձ ու ասում է սրանց մոտ, կարդացի ես, հիմա հաթաթ կանգառնենք, ու ինչ պիտի անեմ այդպիսիների կյանքում։ Այսինքն ովքեր այս ցուցակից դուրս են, նրանց մոտ չի ուղարկված։ Կարելի այսպես ասել։ Այսինքն Տիրոջը նրանք հանում են իրենց կյանքից, հեռացնում են իրենց կյանքից եւ Տերը ոչինչ չի անում, չի կարող անել իրենց կյանքում։ Տեղ կա Սուրբ Գիրքը ասում է գնաց Հիսուսը իր ծննդավայրը Նազարեթը, չէ՞։ Այնտեղ ապրած ժամանակ։ Եվ այնտեղ ասում է, որ իրան ճանաչել էին, գիտեն, դրա պատճառով ասում է մարգարեն իր գավառում ինչ պատիվ չունի։ Եվ իրանք չանարգեցին Քրիստոսին, չհավատացին Հիսուսին։ Եվ դրա համար ասում է շատերին շատ քչերին բուժեց։ Շատերը չբուժվեցին։
լիք հիվանդներ կան, տենց էլ հիվանդ մնացին։ Բայց մի ուրիշ տեղ ասում է, որ բոլորին բուժեց։ Այսինքն ընդունելության հարցն է։ Հիմա հարցը սա է, օրինակ համար մարդկությունից ովքեր կընդունեն Քրիստոսին, ես վերնագիրը այդպես էլ դրել եմ։ Ընդունողներից ես արդյոք, որպեսզի հասկանաս դու ընդունող ես թե չէ, դու նայես այս ցուցակի մեջ կաս թե չէ։ Աստված մի ցուցակ է դրել, Հիսուսին ասել է, այս ցուցակով մարդիկ քեզ կընդունեն, իրանց մոտ ես գնում, իրանց համար պետք է այս գործերը անես։ Ես բան չունեմ ասելու, կարա մարդը այս ցուցակի մեջ չլինի, բայց մտնի այդ ցուցակի մեջ։ Դառնա այդպեսին։ Չգիտակցի, հետո գիտակցի, հասկանա։ Բայց ամեն դեպքում էս է, եթե մնա այս ցուցակից դուրս, ինքը կհավատա, գուցե շատ բաներ էլ սենց բան կանի, իրան հաճելի կլինի Տիրոջ խոսքից, Տիրոջ հետ կապված հարցերում, բայց վերջնականապես ընդունի, հոժարվի, հնազանդվի, հետևի չի անելու։ Ինչպես նոր մի օրինակ բերեցի, շատ հարուստ մարդիկ, իշխանավոր մարդիկ, իշխանություն ունեցող, իրանք հավատացին, բայց չհետևեցին Տիրոջը։ Բան կար իրանց, ոնց որ ասած, այդ բանը արգելք եղավ, չընդունեցին իրանց կյանքի մեջ, որ Քրիստոսը թագավորի տեր լինի եւ անի իր կամքը։ Եվ կուզեմ հերթով մի հատ ուշադրություն դարձնենք, ասում է նորից Տեր Տիրոջ հոգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ եւ նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու։ Նա խոսում է աղքատների մասին։ Հիսուսը ուղարկվել է հորից աղքատների մոտ։ Բայց հետաքրքիր է, չկան աղքատներ, որ երկինքի արքայություն տենց էլ չեն մտնում, այսինքն Հիսուսին չեն մտնում, լիքն են։ Այսինքն հասկանում ենք այստեղ ոչ թե ասենց ֆիզիկական, նյութական բաների մեջ աղքատ, այլ հոգու աղքատության մասին է, Աստծով աղքատ։ Երանների մեջ էլ Տերը ասեց Երանի սրանց, Երանի նրանց, Երանի նրանց, ընդեղ էլ կա, Երանի հոգով աղքատներին։ Նրանք Աստծո արքայությունը կտեսնեն, կմտնեն։ Երանի, այստեղ հոգու աղքատությունն է, Աստծո հետ կապված աղքատությունն է, աղքատություն կա, որ նյութական է, ֆիզիկական է, նյութական աղքատություն, այսինքն նյութական բարիքներից զրկված, կարոտ, պակասավոր մարդ, որը չունի եւ փնտրում է ունենալ, ուզում է ունենալ։ Բայց սա Աստծով աղքատ։ Մարդը, որ ասենց ասած իրեն տեսնում է, ասենց պակասավոր, Աստծուն փնտրելու մեջ է, Աստծուն ճանաչելու փափագ ունի, ձգտում ունի, ոնց որ մարդը հաց ու ջուր սոված է, ուզում է ջուր խմի, հաց ուտի, սոված ծարավը, նմանապես սոված ծարավը Աստծուն։ Նա ուզում է, որպեսզի տեսնում է նախ իր աղքատությունը Աստծով։ Հասկանում է, չի ճանաչում, չգիտի, բայց փափագում է, որպեսզի ճանաչի, տեսնի, հասկանա։ Եվ փնտրում է, հետաքրքրված է նա, եւ ասենք, ոնց որ կարոտով է, որ իմանա այդ թեմաներին շատ ձգտող է, եւ դրա համար Տիրոջ խոսքը ասում է, հենց այսպիսիների մոտ կուղարկվի։ Հիշեք, Հիսուսի անունը Էմանուել էր, չէ՞։ Այսինքն ինչ եղավ, Աստված մեր մեջ։ Աստված հայտնվեց մարդկության մեջ, Աստված տեսանելի կերպարանքով կարելի ասել, Քրիստոսի տեսքով, Քրիստոսի անունով, Հիսուսի անունով այդ անձով հայտնվեց մարդկությանը, մարդիկ տեսան Աստծուն։ Աստված մեր մեջ։ Եվ երանի նրանց, ովքեր որ այո, փափագ ունեն Աստծուն, պիտի ճանաչեն Աստծուն։ Եվ սա այսպես է, եթե մարդը այդ փափագի մեջ է, այդ ձգտման մեջ է իրոք, այդ աղքատությունը իր ունի, ոչ թե իրան տեսնում է, գիտի, հասկացել է, ճանաչում է, այլ չէ, աղքատ է իրան տեսնում, փնտրում է, հետաքրքրված է, ասում է այդ հոգով աղքատներին պիտի ինչ անի, ավետարանվի, բարի լուր տրվի, որ Աստված հայտնվել է, դու կարող ես ճանաչել Աստծուն, դու կարող ես լինել Աստծո հետ, շփվել Աստծո հետ, լինել Աստծո բաժնու մեջ եւ այս վիճակի տեր մարդիկ անպայման Քրիստոսի կարիք, Աստծո կարիք ունեն, որտեղ Քրիստոսով Աստծուն պիտի ճանաչեն։ Հաջորդ խումբ մարդիկ, որոնց համար Տեր Հիսուս Քրիստոսը օծվել է եւ հորիցը Տիրոջ կողմից ուղարկվել է, ասում է կոտրած սիրտ ունեցողին բժշկելու։ Կոտրած սիրտ։ Այսինքն
երբ որ ասում ես կոտրված կամ ուրիշ տեղ ասում է փշրված կամ մեկ ուրիշ տեղ ասում է խոնար, չէ, եւ կոտրած սիրտ, այսինքն մարդիկ, որոնց սրտերը խոնար է, իրենց մեծ բարձր բաների մեջ չեն իրենց տեսնում։ Օրինակ տեսնում ես, ասում է իշխանավորները բան չարեցին, չընդունեցին, թեկուզ հավատացին, հասկացան, գիտեին ով է Քրիստո Հիսուսը, խոստացված Մեսիան է, բայց չընդունեցին, որտեղ նրանք հպարտ էին, բարձր էին։ Պատիվ, փառք, իշխանություն, մենք մեծ մարդ ենք, մեր համար ինչ կասեն։ Այսօր մարդիկ կան, խոսում ես ավետարանը, ես այս ազգից եմ, ես այս ցեղից եմ, այս անվանի մարդիկ եմ, ես այս պաշտոնում եմ, այս դիրքում եմ, իմ մասին ինչ կասեն մարդիկ, ամոթ են համարում Քրիստոսի ավետարանը։ Նրանք կոտրած սիրտ չեն, նրանք բարձր են, իրանց մեծ են տեսնում, ասենց ասած, վեր են տեսնում։ Հատկապես դրա համար Տերը շատ ժամանակ ասեց վայ ձեզ հարուստներ։ Չենք ասում բոլոր հարուստները պիտի կորչեն։ Չէ, մարդիկ կան, որ դիրքեր ունեն, պաշտոններ ունեն, ունեցվածքեր ունեն, բայց իրենց խոսքը, վարվելակերպը, նստելելը ցույց տալու իրենք համեստ մարդիկ են, խոնար մարդիկ են։ Դա իրենց չի հպարտացրել։ Բայց մարդիկ այնքան են հպարտացած, որ իրենց այնպես են տեսնում, այնքան բարձր, այնքան, ասենց ասած, մեծ, որ իրենց համար ամոթ է դառնում Աստված, Աստծուն հավատալ, Հիսուս Քրիստոսին հետևել։ Այդ թեմաները իրանք վանում են իրանցից։ Եվ ստեղ Տիրոջ խոսքը ասում է, նա որ կոտրված է, իրեն ցածր է տեսնում, պատրաստ է ընդունելու, պատրաստ է հոժարվելու, հնազանդվելու, խոնարհվելու եւ բարձր լինելը, մեծ լինելու մեջ նաև էս, որ իսկի չեն էլ ընդունում իրանց, որ իրանց ասես մեղավոր ես, իրանք վիրավորվում են, վատ են ասում դրանից, կռիվ են տալիս քո հետ։ Կոտրած մարդ խոնար սիրտ չունեն, պատրաստ լսելու, պատրաստ ընդունելու, իրանք գիտեն, իրանք հասկանում են, իրանց շատերի համար ասում ամոթը մարդը դիվահար վիճակի մեջ Աստված ողորմություն արե, միտքը բացվել է, հասկացել է, որ հիմա որ ընդունի Քրիստոսին, Տերը ազատելու է իրան։ Բայց ինչ է ասում, բա որ ես Քրիստոսին ընդունեմ, ինչ կասեն ինձ մարդիկ։ Այդ տնաշեն դիվահար ես, գիժ ես, մարդիկ արդեն դուք ես խայտարակ ես արել։ Իմ ազգս, ես գիտես իմ հերս, իմ մերս կամ իմ բանը բարձր են սենց ասած, ոնց կլինի։ Բայց սենց է մտածում, խոնար կոտրված սիրտ չի, հասկանում եք, բարձր է իրան տեսնում։ Նրանք են Քրիստոսը նրանց հետ գործին, ովքեր խոնար սիրտ ունեն։ Զաքեոսը հարուստ էր, բայց խոնար սիրտ ուներ։ Այդպիսի մարդիկ, այո, իրենց այդ խոնարհության պատճառով դուռ կբացեն Տիրոջ համար եւ նրանց համար ինչ ասում։ Նրանց բժշկելու։ Այսինքն իրենց մեղքի մահի հիվանդությունից բժշկելու։ Նրանք խոնար են, ընդունում են, ես էս եմ, ես վատն եմ, ես մեղավոր եմ։ Ես կարիք ունեմ։ Եվ Տերը նրանց համար պետք է բժիշկ լինի։ Պետք է բժշկի իրանց չարիքներից, հիվանդություններից, իրենց վիճակից, որտեղ նրանք ընդունում են իրանց այդպիսին լինելը, վատը լինելը եւ այլն։ Կամ մեկ ուրիշ տեղ շարունակության մեջ խոսեց գերիներին ազատություն հրատարակելու ու կապյալներին արձակում։ Ուրեմն Տերը ուղարկել է հոգևորապես գերի լինողների եւ կապյալների մոտ։ Գերի, այսինքն հասկանում ենք, դի պատերազմի գերիները չեն կամ այլ բերները չեն, մեղքի գերի, ստրուկ։ Համոզված, որ իրանք իրոք այդ գերության մեջ են։ Ցավոք սրտի շատ մարդիկ այդպես չեն։ Տիրոջ հետ եկան վիճեցին մարդիկ հрьяաներ Հովաննու 8-րդ գլխում։ Տեր ասես դուք ծառա եք, մեղքի ծառաներ եք։ Եթե որդին չազատի ձեզ, դուք ազատ չեք կարա լինեք։ Իրանք վիճեցին, կռիվ տվեցին Տիրոջ հետ, ու ընդ որում նրանք այնպիսի մարդիկ էին, հիշեք նույնիսկ, ասում նրանք խոսողներ ասում այն հрьяաներն են, որոնք հավատացին Քրիստոսին, այսինքն Հիսուսին, այսինքն հավատացին, որ նա Քրիստոսն է։ Այդ խոստացյալ փրկիչն է։
բայց հավատալով հանդերձ, ճանաչելով հանդերձ չընդունեցին։ Պատճառը էս էր։ Նրանք չընդունեցին իրենց այն իրական վիճակը, գերի ստրուկ վիճակը, կապված վիճակը, որ կա։ Մենք ազատ ենք։ Մենք Աբրահամի որդիներ ենք, հիշում եք, չէ՞ այդ կռիվ Դավին։ Մենք մեղքի գերի չենք, դաժե ասեցին մենք Աստծուց ծնված ենք, Հիսուսը վերջ ասեց դուք սատանայից ծնված եք, սատանայի որդիներ եք։ Մենք Աստծո որդիներ ենք ասում են։ Չէ, դուք մեղքի տակ եք։ Իրև իրանք քանի որ չընդունեցին, հակառակվեցին, կատաղեցին, ուզեցին անգամ սպանել, երբ որ Տերը խոսեց իրականությունը։ Այսինքն իրոք Տիրոջ խոսքը կատարում է։ Տեսեք, մարդիկ, որոնց հետ գործում էր Տերը, խոսում էր, նրանք հավատում էին, բացվում էր նրանց Տիրոջ ով լինելը, Հիսուսի ով լինելը, որ նա Քրիստոսն է, խոստացված փրկիչը, Մեսիան, բայց քանի որ իրանք իրանց չէին տեսնում, ծառա, հոգևորապես ծառա, ստրուկ, մեղքի տակ, մեղքի իշխանության տակ, անկարող դրանից ազատվելու, դրա համար չկարողացան նաև ընդունել Քրիստոսին։ Բայց երանելի վիճակ չի, դա հակառակ մեծ չարիք է, այն վիճակը, որ մարդը գերիա մեղքին, բայց երանին անց ովքեր ճանաչում են իրենց այս վիճակի մեջ եւ Աստծուց սպասում ունեն, այսինքն իրան գիտեն, ոչ մի մարդ, ոչ բարեկամ, ոչ որևէ մեկը իրան այդ վիճակից չի կարա հանի, մենակ Աստված կարա։ Եվ ասում է, այսպիսիների մոտ ուղարկեց Քրիստոսին Աստված, իր որդուն օծեց եւ ուղարկեց, որպիսի նրանք ինչ անի, ազատություն հրատարակի նրանց համար, այսինքն նրանց համար գործ անի եւ ազատի, փրկի, գերի այդ բան եւ նաեւ երկու բան ասեց, գերիների եւ կապյալների, կապյալ գիտեք, չէ՞, դե Պողոսն էլ էր խոսում այդ բառներ օգտագործում, ասում է Քրիստոսի համար կապվածս, չէ՞։ Այսինքն դա նշանակում է բանտարկված։ Այդ որ խոսում էր, օրինակ նամակներ կար, Պողոսը գրում էր, որ ասում է, խոսում է, որ ես Քրիստոսի համար կապված եմ, դաժե անգամ Տիմոթեոսին ասում էր, ամոթ մի համարի, որ ես Քրիստոսի համար կապված եմ, այսինքն բանտում էր, ինքը բանտից է գրել այդ նամակները, բանտարկված։ Այո։ Եվ այստեղ ես ասում, Տերը այդ հոգևոր բանտի մեջ գտնվողներին է այցելելու, եկել է նրանց համար, ովքեր կապված են, շղթայված են, տարբեր բաներով, ասենք ասած ոնց որ բանտի մեջ չեն կարող դուրս գան, իրանց ազատությունը սահմանափակված է։ Այսօր լիքը տես բաներ կար, դիվական ազդեցություններ, տարբեր, չէ, չարից եղած հիվանդություններ, մարդիկ, որոնք ինչ-որ բաների մեջ sense բռնված են, օրինակ թմրամոլության, ես իմ ինչ մոլի բաների մեջ են, խաղամոլության, եւ նրանք ընդունում են իրանց վիճակը եւ Աստված են ոնց որ աղաղակում, որ Աստված փրկես մա։ Տերն է հենց իրանց բժիշկը, Տերն է իրանց արձակողը, հրճակելու, ասում է, հրատարակելու ազատություն եւ արձակում։ Եվ նաեւ խոսեց Տիրոջ մեկ ոնց որ գալու հասել սքավորներին։ Ասես նրանք պիտի ինչ անեն, նրանց պիտի ասում է ուրաբան, նրանք պիտի մխիթարվեն բոլոր սքավորներին մխիթարելու համար։ Այսինքն ինչ սուք ունեն իրանք։ Ոչ թե մի ասած հարազատի կորուստի հարցն է, մի ցավի դարդի, որ ասենք մարմնի հիվանդության հետ է կապված, այլ առաջերտին այդ իրենց կորուստի գնալու միտք ունեցող, հասկացող ինքնագիտակցության եկած մարդիկ, որոնք իրոք հասկանում են, ինչ չար ապագա է սպասում իրենց եւ ինչ ասած անլուծելի վիճակի մեջ են հայտնված, ոչ մեկ իրենց չի կարող օգնի, մենակ Աստված։ Եվ այս սքավորների համար ասում են նրանց պիտի մխիթարի Աստված, ովքեր որ ուրախ զվարթ, ոչ էլ դրա վրա հոգս ունեն, իրենց վիճակը հասկանում են, կարելի ասել անզգամության ուրախությունով ապրում են, նրանք Քրիստոսի կարիք չունեն։ Շատ ժամանակ մարդիկ ուզում են, որպեսզի այդպիսիներին ոնց որ արթնացնեն, ասում են Աստված քեզ շատ է սիրում բան, բայց մարդիկ կան անկեղծ ասում են, բայց ինչ սա պետք է Աստծո սերը։ Մենք չգիտեն, որ պետք է Աստծո սերը։ Բայց սքավոր մարդիկ փափագում են այդ բանին, որ սուք ունեն, լաց ու կոծ ունեն Աստծո առաջին, որովհետև կործանվում են, գիտեն, տես կործանվում են։ Տեր ասում է,
ուղարկվեց նրանց համար, որ նրանք նրանք մխիթարվեն, այսինքն մխիթարությունը է, ազատվեն իրանց սուքի պատճառից, մեղքից, մահից, կորուստից ազատվելու համար։ Ղուկաս ավետարանում նույն հատվածի մեջ մի բան էլ ասում է կույրերին տեսողություն քարոզելու։ Նրանք ովքեր կույր են, բոլորն են կույր, բոլորս էլ, ասենց ասած, հոգևորապես կույր ենք, թեպուս ֆիզիկական աչք ունենք մեր վրա, եւ Տերը եկավ, որպեսզի մեզ համար լույս լինի։ Այսինքն ովքեր ընդունում են, կարիք ունեն, որ Աստված իրանց բացի միտք տա, հասկացնի, իրանք իրանց տեսնում են չիմացող, անգետ, կույր, խոնարհություն ունեն, կարիք ունեն, որպեսզի Աստված իրանց առաջնորդի, լուսավորի, եւ այդ սպասում ունեմ։ Եվ սրանց համար ասում է Տեր Հիսուս Քրիստոսը եկավ։ Եվ տեսնում ենք իրոք բոլոր մարդիկ, ովքեր որ խոնարհվեցին եւ հնազանդ հետևեցին Տիրոջը, ընդունեցին Տիրոջը, նրանք ոնց որ ասած սրանցից էին, այսպիսի վիճակի տեր մարդիկ էին։ Իսկ ովքեր որ չընդունեցին, նրանք այս վիճակը չունեն, եթե ընդունեին, ունենային, կընդունեին անպայման։ Դրա համար եւ սրանց համար ինչ է խոսում շարունակության մեջ, ասում է, սրանց համար պիտի լինի Տիրոջ համար հրատարակելու է ընդունելի տարի։ Այսինքն հնարավորություն է ստեղծվել, որպեսզի ընդունվի, սրանց համար է հռչակվելու ընդունելու տարի, այսինքն սրանք են ընդունողները, Տերը նրանց մոտ է գալու եւ ասում է վրեժխնդրության օր մեր Աստծո համար, վրեժխնդրության օր, այսինքն Աստված պիտի սրանց համար վրեժխնդրություն լինի։ Ինչից վրեժխնդիր լինի, ազատելու նրանց բոլոր իրենց ցավերից, դարդերից, չարիքներից, մեղքից, մահից, խավարից, սատանայի իշխանությունից, քանդելու նրանց շղթաները, ազատելու նրանց բանտից, նրանց սուքը փոխելու ուրախության, Աստված նրանց համար, նրանց թշնամիների, նրանց կապողների, նրանց վրա իշխողների վրա պետք է վրեժխնդրություն իրականացնի։ Մեղքնա տիրում, մեղքի վրա վրեժխնդիր պետք է լինի, մահնա տիրում, մահվան վրա վրեժխնդիր պետք է լինի։ Եվ այլն։ Այսպես է ասում Սուրբ Գիրքը, սրանց համար ասում է Տերը եկավ այս բանի համար, փառք ասում սրա համար։ Եթե ես հիմա սա եմ ուզում ասեմ, թող ամեն մեկս քննենք, ովքեր Քրիստոսին, ասենք ասած, եկել են, անգամ ճանաչում են գուցե, բայց ընդունելության հարցը, ընդունելության հարցում ինչ վիճակի մեջ են, թող քննեն։ Եթե այս վիճակների մեջ են, ապա Քրիստոսը քեզ համար է եկել, անպայման, եւ պատրաստ է այս վրեժխնդրությունը անելու, այսինքն այս փրկություն իրականացնելու։ Իսկ եթե ոչ, թող աղաղակի Տեր ողորմություն արա, որ ես օգնիր ես։ Հասկանամ մեր իրական վիճակը, նորից եմ ասում, տեղ կա մարդկանց ասես ձեզ համար չեմ եկել, մյուսների համար եմ եկել, բայց իրականության մեջ նրա պատճառը մարդու վերաբերմունքն էր։ Ինքը մարդը չէր տեսնում, որ փրկչի կարիք ունի, բայց ուներ կարիք։ Երբ որ կեթա կորուստ կտենա, ինքը կարիք ուներ փրկչի, պետք էր որ մեկ իրան փրկեր։ Եվ շարունակության մեջ խոսում է նրանց տրվելի օրհնության մասին, եւ կուզեմ կարդամ սա էլ ձեզ համար։ Սիոնի սգավորների համար որոշելու, որ նրանց փառք տրվի, մոխրի տեղը ուրախության յուղ, սուգի տեղը գովության պատմության, փառք տրվի ուրախության յուղ, գովության պատմության, եւ նրանք կոչվեն արդարության բևեկներ, այսինքն արդարացնի նրանց, որ Տերը տնկել է իր փառավորության համար, Տիրոջ համար լինեն, Տիրոջ փառքի համար լինեն, նրանք պիտի շինեն այն ավերակները, որ վաղուց ի վեր կան, առաջիդ փլատակները պիտի կանգնեցնեն եւ պիտի նորոգեն ավերման քաղաքները, դարեզդար ամայի մնացած տեղերը, այսինքն դարեզդար ոչ մեկը չի կարողացել կառույց ոնց որ ասած վերականգնի, իրանք անելու են, այսինքն էսի փոխաբերական իմաստով է, այսինքն այն բաները պիտի արվի, որ չեն կարողացել, չի արվել մինչև հիմա, այն գործերը են, ոնց որ ասած օրհնությունները պիտի ձեր ունենան եւ օտարականները պիտի կանգնեցնեն նրանք ձեր հոտերը հովվեն, օտարների որդիքը ձեր երկրագործներն ու այգեգործները պիտի լինեն եւ դուք պիտի լինեք Տիրոջ քահանաներ կոչվեք, մեր Աստծո պաշտոնյաներ են ասելու ձեզ ազգերի հարստությունը պիտի ուտեք, նրանց փառքով բարձրանաք, այսինքն խոսում է դրանք դառնալու են Աստծո պաշտոնյաներ, նրանք լինել դառնալու են Աստծո քահանաներ, Տերը օրհնելու է, այսինքն ազատելու է այդ սուքից, ազատելու է գերությունից, ազատելու է այդ, ասենք, մեղքի չարիքից,
կորուստից ու բարձրացնելու է մեծ փառք ու պատիվ տալու։ Մեծ օրհնություններ տալու դրա փոխարեն, ասում եմ, սուքի փոխարեն, ուրախություն, մեղքի փոխարեն, արդարություն, ապականության փոխարեն փառավոր ծառայություն, Աստծո պաշտոնյաներ լինեն եւ էլի բաներ ա խոսում, տարբեր տեսակ բաներ ա խոսում, ասում եմ, մեծ հարստություն, երկիրը պիտի ժառանգեք, ձեր հետ պիտի հավիտենական ուխտ կապվի շարունակության մեջ, ասում եմ, ձեր սերունդներն էլ պիտի օրհնված լինեն, փառք Աստծուն։ Այսպիսի խոստում ա տվել Տեր, ասում է, ահա սրա համար ա ուղարկել Աստված իր որդուն, ազատվելու, ազատելու, բժշկելու, ասենց ասած, փրկություն բերելու եւ բարձրացնելու մեծ օրհնություններով օրհնելու։ Թող Աստված օրհնի մեզ ժողովուրդ ջան, որ այո, մենք ուշադրություն դարձնենք եւ տեսնենք իրականության մեջ ով ենք մենք։ Կանք այս ցուցակի մեջ թե չէ։ Եթե չէ, իր նորից եմ ասում, աղաղակենք Տիրոջը, բայց եթե հա, այո, մեր սիրտը բացենք, թող Տերը թագավորի մեր կյանքում եւ օրհնես բոլոր իր համար, ոնց որ իր Աստծուց նրա համար դրված փրկությունով։ Տերը ուղարկել է այս մարդկանց մոտ այս փրկությունն անելու, այս մեծ օրհնությունները իրականացնելու եւ Տերը կիրականացնի։ Փառք Աստծուն սրա համար։ Աղոթք անենք եւ վերջացնենք։